Հայաստանի իշխանության ղեկը 7 տարի իր ձեռքում պահող ՔՊ-ական խմբակը եւ գործով եւ խոսքով ապացուցել է, որ սուտ խոսելն իր գործելավոճն է։ Մարդկանց խաբելը, սուտ տեղեկատվություն տարածելը, ապակողմնորոշելը ԿՊ-ի գլխավոր քարոզչական գործիքներն են։ Բազմաթիվ փաստեր վկայում են այս մասին։ Ստացվում է, ստելով երկիր են կառավարում, իշխանություն պահում, մարդկանց ուղեղները լվանում, ստելով փորձում են վարկաբեկել Հայաստանի հայ ժողովրդի համար գործ արած ու անող գործիչներին, բարերարներին։ Եվ ցավալին այն է, որ ստում են ու մնում անպատիժ։ Վերջի շրջանում փոքրիկ խմբակը իր վախերով պայմանավորված սևեռվել է ազգային բարերար Սամվել Կարապետյանի վրա, ինչքան սուտ կա, ասում են։ Խոսենք կոնկրետ փաստերով։ ՔՊ-ական մի падգամավոր կա Գեղարքունիքի մարզից ընտրված Նարեկ Գրիգորյան անունով։ Վերջինս իր հարցազրույցներից մեկում խոսելով ազգային բարերար Սամվել Կարապետյանի մասին եթերից բացահայտ ստեց։ Ասում է Կարապետյանը Գեղարքունիքի մարզում երբեք բարեգործություն չի արել։ Դիտենք այդ հատվածը։ Ես Գեղարքունիքի մարզից եմ, եթե մեկ բարերարություն Գեղարքունիքի մարզում ինձ ցույց տաք, ես 8 անգամ ամյոնից ներողություն խնդրեմ։ Մեկ բարերարություն Գեղարքունիքի մարզում։ Հայտնի խոսք կա, ստի պոչը կարճ է ու ԿՊ-ականի սուտն էլ շատ կարճ կյանք ունեցավ եւ փուչիկի պես պայթեց հակառակը վկայող փաստերից։ Թե ինչ է արել Սամվել Կարապետյանը Գեղարքունիքի մարզում, մասնավորաբար Սոտք համայնքում, կներկայացնենք ընդամենը մեկ փաստ ամիսներ առաջ Հայք Նյուզի պատրաստած ռեպորտաժից։ Բայց մինչ այդ ԿՊ-ական падգամավորին ուզում ենք իրազեկել։ Պայմանը մնում է պայման։ Այս տեսանյութը դիտելուց հետո Նարեկ Գրիգորյան, դուք պարտավոր եք ձեր խոստման համաձայն հրապարակավ 8 անգամ ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից ու նաև նրա թիմից։ Դիտենք Հայք Նյուզի պատրաստած ռեպորտաժից մեկ հատված եւ համոզվենք իշխանական падգամավորի ստախոսության մեջ։ Սոտքը դարձավ ադրբեջանական զինված ուժերի կողմից նախաձեռնած սեպտեմբերյան ռազմական ագրեսիայից ամենից շատ տուժած բնակավայրը Գեղարքունիքի մարզում։ Այստեղ բազմաթիվ տներ ավերվեցին, դարձան ապրելու համար ոչ պիտանի։ Սոտքի բնակիչները ստիպված եղան ժամանակավորապես լքել գյուղը, բնակություն հաստատելով այլ գյուղերում։ Այդ օրերին Սոտք համայնքի բնակիչները ստեղծված իրավիճակը այսպես էին նկարագրում. թշնամու արկերը կարկուտի պես թափվում էին մեր բնակարանների վրա, ավերակների վերածելով դրանք։ Տներից զգալի մասը 2 օրում դարձավ բնակության համար ոչ պիտանի, կոտրված տանիքներ, քանդված պատեր։ Մարդիկ ձմռան շեմին բառացիորեն մնացին անտուն։ Հակառակորդի սեպտեմբերյան ագրեսիայից տուժած գյուղն ուներ հրատապ օգնության կարիք, եւ այս ծանր իրավիճակում սոտքեցիների կողքին կանգնեց Տաշիր բարեգործական հիմնադրամը, ստանձնելով հրետակոծություններից տուժած 148 բնակարանների վերականգնման գործընթացը։ Ժամանակ չկար, առջևում ձմեռ էր, շտապել էր պետք ու տեղում շատ արագ գնահատվեցին բոլոր կարիքները, սկսվեցին ագրեսիայի հետևանքների վերացման աշխատանքները։ Տաշիր բարեգործականի միջոցներով կառուցվում ու վերանորոգվում են տների կոտրված տանիքները, քարուքանդ եղած պատերը, զուգահեռաբար վերականգնվում են գյուղի վնասված ենթակառուցվածքները։ Արվեց ամեն հնարավորը, որպեսզի բնակարանների վերականգնման գործընթացը լինի արդյունավետ եւ աշխատանքներն ավարտի հասցվեն սեղմ ժամկետներում, որպեսզի ադրբեջանական ագրեսիայից տուժած մեր հայրենակիցները ձմեռը կարողանան դիմավորել վերանորոգված բարեկարգ բնակարաններում։ Իսկ մեր ժողովուրդը գիտի գնահատել իր բարեգործին։ Լսենք Սոտքի բնակիչների անկեղծ խոսքը։ Սեպտեմբերյան ագրեսիայից հետո վնասվել էր մեր տները, չեն կարողանում վերանորոգենք, շատերը գյուղը լքել էին։ Տաշիր ընկերությունը եկավ մեզ օգնեց, այս կրիչները, տանիքները փոխեց, պատերը սվաղեց։ Հիմա արդեն գյուղացիները վերադարձել են գյուղ, ամեքս մի բանով զբաղվում ենք, աշխատում ենք։ Ուրիշ օգնություն չկար, էլի ոչ մեկ չէր օգնում տանիքները փոխեին, այս պատերի սվաղները աներ, լրիվ ավերակ էր գյուղը։ Շատ գոհ շնորհակալ ենք պարոն Սամվել Կարապետյանից։ Միքայել Հայրապետյանն եմ Սոտ գյուղից։ Այս տները, որ տենում եք, են կարմիր կրիչները։ Դրանք սաղ Սամվել Կարապետյանն է սարքել պատերազմից հետո, 44 օրից հետո, որ վնասվել էր, մարդը եկավ փոխեց 140 քանի հատ կրիչ, որից 15 աղբերջան ես եմ սարքել։ Մարդը նորմալ վարձատրել է, աշխատատեղեր եղել է։ Թոշակառու ենք 3-ով, երկուսն աշխատում են ես ծերության թոշակի։ Մարդիկ եկան ամեն ինչով աջակցին, վատ պայմաններում։ Կրիչեն լրիվ ասկոլկեկներով ծաղկվել էր։
Նադիպերին փոխին, եսա պատներ փուլիգե, եկան շարին, Սոտքի բնակիչներն ասում են, հայտնի գործարար բարեգործ Սամվել Կարապետյանը ոչ միայն վերանորոգեց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած իրենց տները, այլ արեց ավելին. վերանորոգվեցին նաև սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիքների բնակարանները, առանձնակի հոգացություն ցուցաբերվեց բազմազավակ ընտանիքների, ազատամարտիկների, հաշմանդամների ընտանիքների նկատմամբ։ 30 քանի տարի իմ տան կրիչ կաթացել է, ես հնարավորություն չեմ ունեցել աղբերջան սարքեմ։ Այդ մարդը եկել է սարքել է, իմ գլխին անձրև չի գալիս, ինչքան անձրև կար մեր տուններ։ Շատ բարձր վարձատրությունով աշխատում էինք, հենա գյուղի նման է դարձել, տները դրսից ծվաղած, կրիչները սարքած, այն ամենահաս շեշտով, մարդը ոչ միայն պատերազմի ժամանակ դժվար կրիչներն է փոխել, զոհվածների ընտանիքների կրիչները փոխել է, բազմազավակները փոխել է, તો հենց փոխել է ուղղակի ում կրիչ, որ անմխիթար վիճակ է եղել, փոխել է մարդը։ 140 քանի հատ կրիչ հաստատ վնասված չի եղել, էլի մարդը շատ է փոխել։ Ես Սոտք գյուղի բնակչուհի եմ, այս արդեն 10 տարի է բնակվում եմ Սոտքում։ Ես Վարչով եմ ապրել մի փոքր ներքևում։ Ես բազմազավակ 4 երեխաների մայր եմ, ամուսինս էլ պայմանագրային զինծառայող է։ Տուն չենք ունեցել, մեզ հովանավորեց Սամվել Կարապետյանը։ Եկավ, տեսա, որ տունը անմխիթար վիճակում է, պատերը կայուն չէր, ճիշտ ասած այստեղ է ընկել ռումբը ու պայթել է, մեր տունը շատ էր վնասվել։ Պատերը, կրիշը, լուսամուտներ չենք ունեցել, վերանորոգումից հետո եկել ենք եւ բնակվում ենք այս տանը։ Պատերը ճաքած, բրիզգ են արել, սվաղել են, սա այդ մարդ բարեգործն է արել։ Ոչ մի բան չենք ունեցել, լուսամուտներ անմխիթար, դուռ չենք ունեցել, սա վնասված է եղել պատերից բռնցրած։ Շնորհակալ եմ։ Ամեն ինչն էլ տեղին մարդիկ օգնին։ Իմ տները սա քանդված էր, պատերը ծրված, արկղները, սնարյադներ ընկավ տրակավ լրի, պատերը ծրվավ, գրիշը վնասվավ, շնորհակալություն եկան սարքին, Տաշիր կազմակերպությունը Սամվել Կարապետյանից մենք գոհ ենք, մեկը ես անձամբ գոհ եմ, տանիքը փոխին, տան մեջը ռեմոնտ արին, լրիվ սարքին, տվին ինձ, ես կարող եմ մի տան մեջ ակուրատնի ապրեմ, մաքուր, ակուրատնի։ Մենք շատ շնորհակալ ենք Սամվել Կարապետյանից իր բարեգործության համար, որ այսպիսի մարդիկ շատ լինեն, ուշադրություն դարձնեն սահմանամերձ գոտում բնակիչներին, ավելի շատ կզարգանա մեր գյուղը։ Իր նման հովանավորներ երանի թե շատ լինեին։ Շնորհակալ լինելով Սամվել Կարապետյանին իր կատարած բարեգործական հսկայական աշխատանքի համար, գյուղացիները շեշտում են հետևյալ միտքը. Կարապետյանը բացառիկ մարդ է, ով միշտ կանգնած է հայության կողքին, նա մեծ հայ է։ Եվ եթե այսօր այցելեք Սոտք համայնք, ձեր աչքի առաջ կբացվի այս գեղեցիկ տեսարանը, վերանորոգված բարեկարգ տներ։ Սրանք հայտնի գործարար բարեգործ Սամվել Կարապետյանի նվերն է Սոտքի բնակիչներին։